Քանի որ վստահ եմ, որ դուք ընտրվելու եք, պարոն նախագահ, եւ իմ հարցը վերաբերում է կադրային աշխատանքին։ Բոլորս գիտենք, որ բոլոր իրենց հարգող պետություններում ընտրովի պաշտոն ձեռք բերածները դառնում են բոլորի համար հավասար պաշտոնյա։ Նախագահը բոլորի նախագահն է, ոչ թե ընտրովի։ Մեր երկրում այդպես չեղավ։ Այսօր երկրի առաջին դեմքը մենակ յուրայինների համար է։ Նույնիսկ հասարակ մարդիկ, ովքեր նրան ընտրել են, նրանց վարչապետը չէ։ Եվ յուրաքանչյուր իրեն հարգող հիմնարկ անգամ հավաքարար ընտրելիս հաշվի է առնում նրա աշխատանքային փորձը, մարդկային որակները, մաքրասիրությունը, աշխատելու հմտությունները։ Մեզ մոտ այդպես չէ։ Մենք այսօր ներքևից վերև ունենք պրոֆեսիոնալ կադրերի պակասությունը թեթև է ասված, բացակայություն։ Եվ մենք երկրի նվիրեցինք մեկին, որը կարելի ասել մի հավաբուն անգամ չէր կարող ղեկավարել։ Իսկ ովքեր են արտաքին քաղաքականությամբ զբաղվում։ Ոչ միայն բարձրագույն կրթություն ունեցողները, այլև համապատասխան ճանապարհ անցած մարդիկ։ Իսկ այսօր ովքեր են մեր արտաքին հարաբերությունների հարցը լուծում։ Ովքեր են ղեկավարում տնտեսությունը, ովքեր կրթությունը, բժշկությունը, ամենտեղ ոչ միտեղ պրոֆեսիոնալներ չկան։ Կամ շատ քիչ կան։ Սա հարցի մի կողմն է։ Մյուս կողմը շատ երիտասարդներ ստիպված աշխատում են այս համակարգի հետ։ Եվ հոգու խորքում նրանք համաձայն չեն, բայց չեն էլ կարող այլ կերպ վարվել, որտեղ աշխատում են, աշխատել է պետք։ Ես կուզենայի, որ ձեր ծրագրում ընդգրկված լիներ մի կարևոր հարց, որ կադրային քաղաքականությունը պետք է հիմնվի պրոֆեսիոնալիզմի վրա եւ անգամ նրանք, ովքեր որ աշխատել են, հատկապես երիտասարդներ այսօր պետական համակարգում, նրանք իրենց որակավորմանը համապատասխան կշարունակեն աշխատել, որովհետեւ Հայաստանը չի կարելի դարձնել ինչ-որ մեկին, ոնց որ այսօր է։ Այսօր կա մեկը, որ քպեական չէ, բայց լավ աշխատանք ունի։ Չկա։ Եվ շատ երիտասարդներ մտավախություն ունեն, որ իրենք աշխատանքից կազատվեն։ Ուրիշ փորձ չունեն։ Այսօր այս իշխանությունը այդպես է վարվել։ Աշխատանքից ազատել է նրանց, ովքեր իրենց կողմից չեն եղել։ Ձեր առաջին նախագահության տարիներին դուք չեք վարվել այդպես։ Այսինքն դուք վհուկների որս չարեցիք։ Եվ ես հիշում եմ ձեր հայտարարությունը, որ ասացիք ՀՀՇ-ականն էլ է հայ, որ չեք կարող դուք բաժանել։ Եվ այսօր դուք պատրաստվում եք արդյոք ընդառաջ գնալ երիտասարդներին հատկապես եւ նրանց աշխատանքի տեղավորելը, նրանց հնարավորություն տալ աշխատելու, եթե նրանք պրոֆեսիոնալիզմ կդրսևորեն։ Շնորհակալ եմ։ Մի քիչ երկար ստացվեց, կներեք։ Իսկապես թեման կարևոր թեմա է, ես կառաջարկեի ավելի ճիշտ հետևյալ ձևով կարձագանքեի։ Մարդ չի կարող ղեկավար աշխատի, եթե ոլորտը չի հասկանում։ Ոքի չի կարող։ Եվ եթե ուզում ես իսկապես ոլորտը զարգացնես, պետք է մարդ նշանակես ղեկավարի պաշտոնում, որ այդ ոլորտը զգում է, հասկանում է։ Սա անկասկած եւ այդպես է եղել։ Իմ նախագահության տարիներին այդպես է եղել եւ դրանով է պայմանավորված, որ մարդիկ երկար են աշխատել։ Արտգործնախարարը 10 տարի եղել արտգործնախարար։ Արդարադատության նախարարը, եթե չեմ սխալվում, մոտ 9 տարի։ Ոստիկանապետը Հայկ Հարությունյանը 99 թվականից եւ այսպես երկար են աշխատել։ Եթե դու կարող ես, օրինակ 6 տարում, 7 տարում 5 ոստիկանապետ փոխել, 6-7 անվտանգության ծառայության պետ, նախարարներ կա, որ սենց որ սեմիչքի պես էլի սենց։ Սա
Առաջինը փոխելու ապրանք են իրականում, բայց գոնե եթե տեսնում ես, որ հաջող չի փոխում ես, գոնե տեղը մի մարդ բեր, որ արհեստավարժության գոնե ինչ-որ մի բան ունի, մի մակարդակ ունի։ Այդ տեսանկյունից հիմա պատկերը խայտարակ է։ Դուք վերցրեք օրինակ իմ տարիների ինչքան էին աշխատում նախարարներ իրենց մասնագիտությունը, թե ինչի մասնագետ են, եւ երբեք չի եղել, որ օրինակ իրավաբանին նշանակես առողջապահության նախարար կամ բժիշկին նշանակես արտարադատության նախարար, այդպես բան չի եղել։ Անպայման, ես լրիվ ընդունում եմ այն, ինչ դուք ասել եք, ինչ վերաբերում է այլ մոտեցման թայֆայության։ Ես 10 տարի նախագահ եմ եղել, գտեք մեկ մարդ, որը նշանակվել է կարևոր պաշտոնից, որ ինձ բարեկամ է, բարեկամ կամ ազգական։ Ոտի գտեք, հրապարակեք այդ մարդու անուն ազգանունը, որը կարևոր ինչ-որ դիրքերում, ինչ-որ մի բան է, կարևոր բաներ անում երկրում։ Չկա։ Կամ օրինակ համադասարանցի, կամ համակուրսեցի, իմ համակուրսեցիներից մենակ մեկը Մարտունի շրջանում շրջանը մի պետ էր։ Եթե ես իմացել եմ իր նշանակման մասին հետո, որ այցելել եմ այդ մարս, տեսի ասյա, դու ես, չգիտե, Հայ Կարոսունյանը նշանակել էր։ Այսպես էր։ Հիմա որ նայում ես, քավոր սանիկ, չգիտեմ, բան ես, ինչ կապեր ասես, բաներ ձակներ, չգիտեմ ինչ է, այդ ձակերն ենքան շատ են։ Կեսն նախին է։ Այդ ձակերի կեսներ հիմա նախին է։ Ես մանկատնից չեմ եղել։ Սկսում ես էլ շատ բարեկամներ ունեմ, բարեկամներ, հարազատներ եւ այլ, sense не детдомовский էլ այդ որ ասում են։ Բայց վերջի ինչ որ մի բան կա, մի պլան կա, որ այդ պլանկային հետևում ես, ասում ես ամոթ, հա, սա խոսակցությունների բան չդառնա, վստահության կորուստի հարց չդառնա, թայֆա ձևավորելու ինչ որ մոդել չձևավորենք մեր մոտ Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա այդ սա բան է, սա ոչնչացրած է, սկզբունք չկա։ Ընդունում եմ եւ վստահ եղեք, որ միայն այդպես է լինելու։ Այլ կերպ ուղղակի չկա։